Բարև ձեզ, ընդհանրապես անսպասելի, անկանխատեսելի չպատրաստված վիդեո միջամտություն, թե ասա քեզով ասում, ֆրանսերեն բարելավելու և C1 մակարդակի հասցնելու համար նայել դատական պրակտիկայի հոգեբանական վերլուծությունները։ Շատ հետաքրքիր բան է, հաղորդաշար է, ինտերվյուներ են, որովհետև հոգեբանորեն և նաև լեզվի պատրաստվածության համար դու լսում ես հատուկ ֆրանսերեն, կրիմինալ ֆրանսերեն, և այս մի հարցազրույցը մանյակի հետ էր, այսինքն մոլագարի, որը սպանում էր մարդկանց, բռնաբարում և սպանում էր, որ նույնց հետաքրքիր է, երկու սեռերի հանդեպ էլ խտրականություն չէր դնում, երկու սեռերի հանդեպ էլ հավասար հետաքրքրված էր, և նրան հարց է տալիս լրագրողը, ասում է, իսկ դուք մեղքի զգացում չունեիք, չեք տառապում, չեք մտածում, որ այնուամենայնիվ այդ մարդկանց զրկում եք կյանքից, և ինչ պատասխան է տալիս այդ մոլագարը, ուղղակի սպանիչ, ասում է, ես մի երկու անգամ շատ վատ էի զգում, գիշերները չկարացա քնեմ, ու դրա համար որոշեցի, որ սրա հետ մի բան պետք է անել, ես հո չեմ կարող անդադ ապրել այդպիսի տառապանքների մեջ, այլապես սպանությունից իմ ստացած հաճույքը հավասարակշռվում է այդ տանջանքով, այդպես չի լինի, ես պետք է միայն հաճույք ապրեմ, ասում է, և ես հանկարծակի ելքը գտա, այդ բոլոր մարդիկ արժանի են այդ մահանալուն, որտև ամեն մեկը հաստատ մի մեղք է գործել, ասում է, իսկ երկրորդ կետը, որ ես գտա, որ այս կյանքը լավը չի, կարճ ասած դժգույն է ու դժբախտ, և եթե այս կյանքը լավը չի, ուրեմն այն ինչ որ ես անում եմ, ոչ թե հանցագործություն է, այլ առաքելություն, ու ես հենց այդ մտածեցի, որ ինչ որ անում եմ, ես հասկանում եմ, որ ես ունեմ մեծ առաքելություն, մարդկանց ազատագրել այս տխմար գոյությունից, ու գիտեք ես ինչ եմ մտածում, որ նայեք լուրջ, մեզ ազատագրում են, մեզ ազատագրեցին Արցախից, մեզ ազատագրեցին ընտրելու իրավունքից, մեզ ազատագրեցին հայրենասիրությունից, անհարկի մեզ փաստորեն լիովին ազատագրեցին և հոգեբանական զուգահեռը նույնն է, լավ, չարժե այդ ձևով ֆրանսերենը բարելավել, որովհետև այդ հոգեբանական զուգահեռներից մի տեսակ առաջանում է սառ սապ, որովհետև միակ տարբերակը, որ դու ինքդ քեզ համոզես, որ հանցանք չես գործել, այդ հանցանքը առաքելություն անվանելն է, նույնիսկ չեմ ասում ձեր հետ ինչներ, ուղղակի շոկի մեջ է։